Պարոն Ղարամանյան, Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը, ձեր թիմակիցները քաղաքական թիմը մասնակցում էր Հովանավանքում պատարագի, որը մատուցվում էր կարգալույծ եղած քահանայի կողմից։ Իսկ ըստ եկեղեցական կանոնագրքի, կարգալույծ եղած քահանան իրավունք չունի որևէ ծիսակատարություն արարողակարգ վարել, դա ոչ օրինական է համարվում։ Դուք նախ ներկա եք եղել այդ օրը ու ինչու են այսքան դժվարությունները նորմալ եք համարում, որ կարգալույծ եղած քահանայի պատարագին են մասնակցում։ Ինչու՞։ Դուք եք ոչ օրինական համարում դրա համար ոչ օրինական չի, ես էլ եմ ասում, տենց հոգևորական քրիստոնեական կարգերին ծանոթ չեմ։ Հնարավոր է դուք եք ներողություն, բայց աթեիստ ինչպես ձեր շատ թվակիցներ են ասում։ Ես աթեիստ չեմ, ես աստվածավախ մարդ եմ, քրիստոնյա, ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այդքանով բավարարվում եմ իմ եւ ես կարծում եմ, որ իմ եւ Աստծո մեջ միջնորդի կարիք չկա, դրա համար նման բաներ չեմ այցելում։ Իսկ եկեղեցու շուրջ գործող կարգալույծ եղած քահանան է։ Որտեղ եկեղեցական օրենքներով թույլ չի տրվում, որ որոշ պաշտոնից բարձր sense ասեմ, դա հոգևորական անձնական կյանքն է, ես չգիտեմ էլի, որ պաշտոնից բարձր է դեպքում, բայց վստահ եմ, որ կաթողիկոս օրինակ իրավունք չունի։ Բայց այդ ամենը եկեղեցական կանոնագրքով է կանոնարկվում, եկեղեցական խորհուրդ գոյություն ունի։ Իրանք խախտել են, իրանք ոնց կարող ուրիշի խախտման մեջ բան քնեն։ Ուրիշի խախտումը արձանագրեն կամ ուրիշի խախտման հիման վրա որոշում կայացնեն, եթե իրենք ինքներն են խախտել։ Պարոն Ղարամանյան, 18 թվականին, երբ որ նոր հայրապետ շարժումներ սկսվում, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ պետությունը որևէ իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին։ Հիմա ինչ փոխվեց, որ որոշել է կաթողիկոս փոխել։ Բազմաթիվ անգամ ասել եմ վարչապետի կողմից ինչա փոխվել, ավելացնելու բան չկա։ Այն է փոխվել, որ ես որ անկեղծ ասեմ, դեռևս ուսանող տարիներից 2008 թվականից սկսած ես այդ խոսակցությունները կային, նաև ուսանողության շրջանում, որ կաթողիկոսը կին ունի, երեխա ունի, այն ժամանակ էլ ես մինչև վերջերս էլ օրինակ դրա մասին, որ անկեղծ ասեմ, տեղյակ չեմ եղել, էլի եմ ասում, ինձ շատ հետաքրքրված չեմ, որ գոյություն ունի կուսակրոնություն, կան ամուսնացյալ քահանաներ, ոչ ամուսնացյալ քահանաներ, հիմա իրանց կամակարգով էսպես կոչված, նախ եկեք չմոռանանք, որ քիրավաբանական անձ է վերջին հաշվով հայրաքելական եկեղեցին գրանցված հանրապետությունում եւ այն կանոնադրությամբ, որին ես հիմա հողում եմ անում, իրենք իրավունք չունեն ամուսնանան, կին ունենան, երեխա ունենան, այսինքն այդ ամեն ինչով զատ Գարեգին երկրորդը դառնում է Կտրիչ Ներսիսյան եւ ինքը ըստ էության իմ համար արդեն ինքը Հայաստանի Հանրապետության ամենամեծ կաթողիկոսը չի։ Սյունիքի համար ինքը կաթողիկոսը չի։ Բայց ժողովրդի համար ինքը ամեն դեպքում համարվում է ամենայն հայոց կաթողիկոս հասարակության մեծ մասի համար։ Ես միշտ օրինակ եմ, ես օրինակ պարտավոր եմ լինել որպես ազգային ժողովի պատգամավոր միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե պարզվի, որ ես օրինակ նաև Չինաստանի քաղաքացի եմ համատեղությամբ, դուք ինչին ձեր կվերաբերվեք, ասեք դե իրանց ֆրակցիայի ներքին հարցն է, ոչ դա ունքի խախտում է եւ ես չեմ կարող լինել պատգամավոր լինելով երկրորդ։ Հիմա ինչպես այն դեպքում գոյություն ունի սահմանադրություն կանոնակարգ, այս դեպքում էլ կա եկեղեցական կանոնակարգ։ Եկեղեցական կանոնակարգը ոչ մեկ չի պահում այդ եկեղեցականին վերնախավը։ Այսինքն իրանք, եթե կա կանոնակարգ եւ չի պահում, դա չի նշանակում, որ խախտում չկա։ Հիմա եթե կարգավիճ են արել, եթե իրանք հավաքվեն բոլոր այսպես կոչված ամուսնացյալ քահանաներին, ովքեր ուսակողնության ուխտ են տվել, խախտել են այդ ուխտը, եթե նրանց կարգավիճ անեն բոլորը, սա արդեն այլ խոսակցություն կլինի, բայց հասկանում եք, եթե ավելի մեծ մեղք գործածի նկատմամբ, այսպես ասեմ, գործողություն չի լինում, այլ լինում է օրինակ ամուսնացյալ քահանայի, որը պաշտոնով, այսպես ասեմ, ավելի ցածր քան օրինակ իմ վերհիշվածները, մի քիչ ազնիվ չի, էլի, ամեն դեպքում նույն ժողովուրդը պետք է հաց տա, այսինքն բանկը չէ, նույնիսկ եթե չխան Աստվածաշնչում էլ այն բանը գրված, այն քարտողն է առաջին։ Բայց մենք տեսնում ենք, որ ժողովրդի մեջ որպես այդպիսին խանդավառություն չկա, օրինակ ձեր օրակարգի շուրջ կաթողիկոսի փոփոխություն։ Ժողովրդի մեջ ինչա կա
Ինչպես դուք ես էլ շփվում եմ մարդկանց հետ։ Չի զբաղվելու կաթողիկոս թողելու գործով։